շատ կարևոր շրջադարձային փուլում ենք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարման համակարգի ներդրման ճանապարհին եւ եթե կարճ ակնարկ կատարենք պատմական մենք 2022 թվականի տարեվերջին կատարեցինք օրենսդրական փոփոխություն, որով 3 տարիների ընթացքում փուլային տրամաբանությամբ մեր երկրում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարման համակարգ։ Ինքնին հասկանալի է, որ այս բարեփոխումը ամենից բազմաշահառու եւ ընդգրկուն բարեփոխումներից է եւ ակնկալել, որ դրա ընթացքը լինելու է շատ պարզ առանց որևէ խնդիրների, պարզապես միամտություն կլիներ եւ մենք լավ գիտակցել ենք այս ռեֆորմի բարդությունը եւ ընդգրկուն բնույթը մինչեւ այն նախաձեռնելը եւ ուզում եմ արդեն կամաց մոտենալով հարգելի պարոն Ավագյանի հարցադրումներին ամենից սկզբում ընդգծել հետեւյալը, որ ֆինանսների նախարարությունը որպես կառավարության լիազոր մարմին հարկային քաղաքականության ոլորտում ամենայն պատասխանատվությամբ է նախաձեռնել այս բարեփոխումը եւ իրեն պատասխանատու է համարում։ Եթե կուզեք, անձամբ ես, իմ թիմը, մենք մեզ համարում ենք այս բարեփոխման պատասխանատուն եւ մենք հանձնառու ենք այս համակարգի ներդրման ընթացքը սպասարկել ինչքան որ հարկ կլինի, սպասարկել այն տրամաբանությամբ, որ այն ոչ թե խնդիրներ ստեղծի մեր հասարակության համար, այլ խնդիրներ լուծի մեր հասարակության համար։ Եվ եթե ժամանակավոր անհարմարություններ ենք պատճառել, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, հավատացնում եմ, որ այս համակարգի կայացումից հետո բոլորդ, եթե անգամ շատերը չարտահայտվեն, ներքուստ տեսնելու են այս համակարգի ներդրման արդյունքները։ Հիմա նախ արդեն 145,000 հայտարարագիր ունենք ներկայացված եւ վերջին օրերին այդ թիվը էականորեն աճում է, որովհետեւ մենք չգիտեմ դա ազգային առանձնահատկությունը թե բոլոր հասարակություններին հատուկ երևույթ է, վերջնաժամկետին մոտ օրերին ենք ակտիվանում եւ մեր այսպես ասած քաղաքացիական կամ որպես հարկ վճարող պարտականությունները կատարում, ինչեւ է դա էլ մոտեցում է, դա էլ մարդկանց իրավունքն է, ի նկատի ունեմ, որ վիճակագրությունը էականորեն կբարելավի, բայց հիմա վերջին օրերին, մասնավորապես անցյալ ուրբաթ օրը ազգային ժողովի արտահերթ նիստում շատ կարևոր օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, որոնք ի դեպ կառավարությունը չեն նախաձեռնել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ պարոն Թունյանի առաջնորդությամբ այն իմաստով, որ հարցի զեկուցողը եւ այսպես եթե ձևակերպենք մոդերատորը եղել է պարոն Թունյանը ու շնորհակալություն պարոն Ավագյան սկզբում ինձ խոսք տալու համար, բայց կարծում եմ ճիշտ կլինի, որ սկզբում պարոն Թունյանին լսենք, այնուհետ կլինեն ելույթներ եւ հարցերի տեսքով կամփոփենք։ Շնորհակալություն։ Կարճ մենակ ձեր անձնական գնահատականը, շնորհակալություն, որ անձնական ձեզ նոր ճանաչում այդ անձնական պատասխանատու մոտեցումը, շատ շնորհակալ եմ, միշտ հարգանքի արժանի, բայց ձեր որպես մասնագետ կողքից որ նայեք, այս պահին, եթե մենք հիշում ենք, քաղաքականությունը ինչի եմ հենց ձեզ ասում, թե քաղաքականությունը մշակվել էր, օրինակ ամենաառաջին հիմքում դրված էր, որ այս ռեֆորմի նպատակն է մեր քաղաքացիների իրական վիճակը հասկանալու համար, այսինքն գնահատելու համար, թե ով ինչ կարողությունների տեր է եւ այլն, հա։ Հիմա ստացվում է նույնիսկ այդ 130,000-ը, որ արդեն 140,000-ը ստացվում է, որ դա չի ստացվել։ Ընդ որում թույլ տվեք առանց վախենալու ասել, ես ինֆորմացիա ունեմ, որ շատ դեպքերում այդ 140,000-ի մեջ կան մարդիկ, որոնք առնվազն ինձ հայտնի է մի քանի դեպք, որ պետական մարմինները տենց տիպողաբար աշխատողներին ասել են գնացեք հայտարարագիրը տվեք, սա այս ռեֆորմը պետք է անցկացվի, այսինքն այն ձեր ասածը չի էլի, պարոն Պողոսյան, որ ինքը մարդակենտրոն ռեֆորմ լիներ ու ինքնական այդ ամեն ինչը լիներ։ Հələ չեմ խոսում այն դրա մասին կխոսենք տեխնիկական անհարմարությունները, ID քարտերն էր խնդրեմ եւ դրա մասին չեմ խոսում, կան ռեֆորմի գաղափարախոսության մասին եմ խոսում,
որ նպատակը դրված էր իրական վիճակ անել, դուք ինքներդ ինձանից շատ լավ գիտեք, արևմուտքում բազմաթիվ տենց օրինակներ կան, նույնիսկ Ամերիկայում կարծեմ դրա անունը դնում են հենց refund բանի, հայտարարի, որովհետև մարդիկ դա հանձնում են նրա համար, որ իրանք պետությունից հետ փող ստանան։ Պետությանը ցույց տան, որ իրանք ունեն 4 երեխա ունեն, այսքան վարկեր եւ այլն, եւ նրանց չի բավարարում այդ գումարը, պետությունն էլ գիտեք, այնտեղ մի փոքր մեխանիզմ այլ է, հետա տալի, ոչ թե մեր նման տարեկան ընդհանրապես 100,000 դրամ։ Այսինքն կոնֆետները ճիշտ էր դրված, որպեսզի այդ բան արվեր եւ այլն։ Այդ մասով անդրադառնանք, հետո կգամ օրենսդրի ման։ Պարոն Ավագյան, շնորհակալություն իհարկե ձեր դիտարկումների համար։ Հայտարարման համակարգերը ամբողջ աշխարհով տարբեր են, որովհետև տարբեր են այդ համակարգերի ներդրմամբ հետապնդվող նպատակներն ինքնին։ Մի դեպքում այո, դա հարկերի վերադարձ է ենթադրում, մի դեպքում փաստաթղթավորման խնդիր է լուծում, մեկ այլ դեպքում ընտանիքի հարկման մոդելին անցման խնդիր է լուծում, եւ ի դեպ դա մեր հայտարարված նպատակներից 5 հիմնական նպատակներից մեկն է, երբ որ մենք սահմանեցինք այն, որպես անհատի մակարդակից ընտանիքի հարկման մոդելի անցման մեր երկարաժամկետ նպատակի մասին։ Ես ձեր նախորդ խոսքից մի հարց բաց թողեցի, չեմ խուսափում դրանից, ուղիղ եմ պատասխանում, ես չեմ համարում, ոչ միայն չեմ համարում, որ ձախողվել է այս ռեֆորմի ընթացքը, հակառակը համարում եմ, որ շատ լավ մեկնարկ է տրվել, շատ լավ, որովհետև մեզանից ավելի թվայնացված, ավելի լավ զարգացած ենթակառուցվածքների նկատում եմ նույն հիմնականացման քարտերի հանգամանքը, նույն առհասարակ ֆինանսական գիտության մակարդակը, մեզանից ավելի լավ մեկնարկային պայմաններում գտնվող երկրները այս համակարգերը դնում են ամբողջությամբ 8-ից 10 տարում, այսինքն այդքան ժամանակ է պահանջում, որպեսզի դրանք կարողանան հայտարարել, որ համակարգը ներդրված է։ Մենք ինչ սկսել ենք, բոլորը միայն փորձում են ստվել նետել այս գործընթացի վրա, ինչ որ իմաստով երևի այո, քաղաքական նկատառումներով նաև, բայց դա մեզ չի շեղում, մենք ամեն ինչ անելու ենք կրկին, որպեսզի այս համակարգի ներդրումը աննկատ լինի հասարակության համար իրենց մոտ առաջացող խնդիրների տեսակետից, գուցե սկզբնական շրջանը մի քիչ աղմուկը շատ էր, բայց մաքսիմալ քիչ անհարմարություն ենք պատճառելու, այս ընթացքը մենք ապահովելու ենք, որովհետև հավատում ենք այն նպատակներին, որոնք հետապնդվում են այս համակարգի ներդրմամբ։ Ես մի բան էլ էի ուզում ասել, բայց մոռացա։ Ձեր հարցադրումները իրականում շատ կարևորագույն են, ամեն մեկին կարելի է առանձին անդրադառնալ, ինչևէ հիմնական շեշտադրումները, որ մենք գոհ ենք այս փուլի արդյունքներից, մենք համակարգը տանելու ենք այն ուղղությամբ, որպեսզի ամենակարճ ժամկետներում հասնենք վերջնարդյունքի եւ ամեն դեպքում առաջարկում եմ լսենք պարոն Թումանյանին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։